Վարուժան Բաբախյանը հետևյալ հարցն է ուղարկել. Պարոն Պապյան, ենթադրենք Հայաստանն իր ուղղությունը փոխեց դեպի Եվրամիության ասոցիացման համաձայնագրի ստորագրում։ Հստակ է, Ռուսաստանն էլ այդպես հանդարտ չի մնա, քանի որ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը զիջումներ չընդունելու քաղաքականություն է։ Գերմաներեն ասում են null tolerance politic։ Շատերն այն կարծիքին են, որ Ռուսաստանը պատերազմ կհրահրի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, դրա կողքին էներգետիկ ոլորտում Հայաստանին խիստ ճնշման տակ կդնի, գազ, էլեկտրականություն, հայ միգրանտներին դուրս կգցի եւ այլն եւ այլն։ Այդ պարագայում ինչպես գոյատևել Եվրոպան եւ ԱՄՆ-ն բնավ չեն խառնվի Հայաստանի հարցով։ Օրինակը հենց Ուկրաինան։ Այնպես ինչպես Հայաստանը Ռուսաստանի համար այլևս կարևոր մի երկիր չէ, Հայաստանը ՆԱՏՕ-ի եւ Արևմուտքի համար էլ նաեւ կարևոր չէ։ Հատկապես որ Թուրքիան ՆԱՏՕ-ի մեջ է եւ նրա թելադրանքները կարող են վնասակար լինել Հայաստանի համար։ Գերմանիան երկրորդ օրինակն է, որի համար Հայաստանը որևէ կարևորություն չունի։ Ինչ կարծիքի եք, չեք կարծում, որ եթե Հայաստանն ասենք մոտենա Արևմուտքին, Ռուսաստանի գործոնը թողած, նաեւ այդ մոտեցումը վտանգ է սպառնում Արցախի հարցին։ Այստեղ մոտենալ չմոտենալու հարցը չի, մշտապես խնդիրը մենք այսպես ենք դրել, որ Հայաստանը պիտի կարողանա հարաբերություններ զարգացնել եւ ժամանակին մենք դա հաջողությամբ արել ենք եւ Արևմուտքի հետ, եւ Չինաստանի հետ, եւ Ռուսաստանի հետ։ Ուրիշ բան որ Ռուսաստանը այսօր ավելի կտրուկ հարցեր է դնում, որ չէ, շատ խանդով է վերաբերում, այսինքն, ասենք, այստեղ արդեն քաղաքական հարաբերություններ չեն, այսինքն Ռուսաստանը մեզ ընկալվում ոնց որ իրար չգիտեմ, իր սիրուհուն, այսինքն ոչ մեկ չես կարող մենակ ես։ Նույնիսկ մեր տաքսիստը ռուսերեն չի խոսում, դա արդեն նեղանալու թեմա է։ Հա, այսինքն չես ասում ինչի պիտի ռուսերեն խոսան տաքսիստը, այսինքն երբ որ իրանք նույնիսկ Մոսկվայում կարծեմ բոլոր տաքսիստները ռուսերեն խոսել չի։ Տաքսիստ, այսինքն տաքսիստի դերը ցանկացած երկիրի որ գնում ես, իր արդյոք ինքդ հետը վերցնես ինչ որ զրուցարան, դառնալ տաքսիստին բան ես բացատրում։ Տարօրինակ է որ այդ բանը մի քիչ շեղել ենք այդ հարցով, հա, բայց խնդիրը հետեւյալն է։ Չէ, այո, մեր վիճակը շատ ծանր է։ Այն առումով որ մենք պահը բաց ենք թողել, այսինքն մենք պիտի այլընտրանքներ զարգացնենք այդ լծակների դեմ, այսինքն էլեկտրականություն, գազ, չգիտեմ ինչ նույն ձևի անվտանգության հարցով այդ ժամանակին խոսվել է, ես կան հրապարակված իմ հարցազրույցները, այսինքն նույն ես 2006 թվականին որ հնարավորություն կար ես երբ որ նույն Գոլոս Արմենիային հարցազրույց տվեցի, որ ժամանակն է ռուսական բազային կից նաև Հայաստանում ունենալ արևմտյան բազա, ամերիկյան բազա բան երկրորդ մասը հարցազրույցի չտպեցին եւ չտպեցին ռուսական դեսպանատար միջնորդության փաստը։ Ինչու՞, որովհետեւ ռուսները լավ էին հասկանում, եթե դեռ արևմտյան բազա դա Ռուսաստանի հետ միասին, ինչպես նա Կիրգիզստանում կար։ Ռուսական այդ անվտանգության գործոնը մեր վրա չէր ասի։ Այսօր տեսեք Ռուսաստանն ասում է, որ ես ապահովում եմ անվտանգությունը, ասես կամ եթե ես չլինեմ, մյուսը չէ, բայց եթե կա երկրորդ այլևս չի կարող ասի։ Նույն ձևի ինչ վերաբերում ասենք նույն գազը, եթե մենք իրանական գազ ունենայինք որպես այլընտրանք չլինի, պետությունը, փոքր պետության քաղաքականությունը պիտի հիմնված լինի, խարսխված լինի այլընտրանքների վրա։ Իսկ այլընտրանքը դու ստեղծում ես տարիների ընթացքում, դա մի օրվա մեջ չի։ Եթե դու հասցրել ես երկրի դեմ վիճակի, որ այլընտրանք չունի, բնականաբար այսօր չես կարող, դա պիտի զարգացնես։ Դա պիտի զարգացնես, բայց ուրիշ մի հարց կա, եթե դու տրվում ես ամբողջովին մի երկրի, դու այլևս կորցնում ես քո կարևորությունը այդ երկրի համար։ Նա քեզ սիրաշահելու, քեզ այսպես ասած Իրանով անելու կարիքը չունի, իրենք Իրանն է։ Ես այսպես մեկը բաց գովում էր ես որ մենք չենք կարող այդ խնդիրը կար բիզնեսմեններ եսյան հարց տվեցի ասես քո խանութն ասեց այո ասես դու ինչքան ես պատրաստ վճարես այդ դրա համար ասեց ինչի՞ պիտի վճարեմ արդեն Ասի բանն է Ռուսաստանն է ինչի՞ պիտի Հայաստանին վճարի եւ փողով եւ քաղաքաշարի դա արդեն Իրանն է Ալեն կողքինը որ դեռ Իրանը չի ինքը շահագրգռված է հանուն նրա ինքը պատրաստ է ինչ որ մի բան վճարել քաղաքական շահում Հիմա այս է հարցը։ Եթե Հայաստանը ամբողջովին ռուսական ազդեցության տակ է, ինչու պիտի Ռուսաստանը ինչ որ մի բան անի Հայաստանի համար, թակորակ ինքը դնելու այն հարցը, որ եկեք բացեք, շատ ասեք ռուսական պետական լեզու Հա, մոռանում են որ Հայաստանը կարծեմ այսօր արդեն 62 ռուսական դպրոց կա գործում։ Իսկ 62 դպրոցում կա ռուսական, երբ որ մենք Հայաստանում ռուսները իսկի 62000 չկան։ Երևի 16000 էլ հազիվ թե չունեն, այսինքն խնդիրը դա է, իսկ ասենք նույն Ռուսաստանում որտեղ գրեթե 2 միլիոն հայ կա,
կարծեմ մի հատ հայկական դպրոց կա, այսինքն ամբողջ Մոսկվայում, այն էլ փառաբերական հայկական, այսինքն հայկական ասածը նա է, որ շաբաթի մի օր ասենք։ Չէ, որ այսինքն հայերեն են դասավանդում։ Այսինքն միևնույն այդ աշխարհագրությունն ու ֆիզիկան ռուսերեն է։ Իսկ այստեղ օրինակ ռուսական դպրոց ասած է, այդպես չէ։ Ամբողջն է ռուսերեն։ Հայերեն արդեն երկրորդ լեզու է դառնում։ Հա, այսինքն հայերը որպես օտար լեզու։ Դու ասնես հայերը որպես օտար լեզու։ Ինչ ասեմ, վիճակը ծանր է։ Շատ ծանր է։ Եվ իմ համոզում հետևյալն է, որ Հայաստանը առանց արտաքին օգնության չի կարող այս վիճակից դուրս գալ։ Ինքը իր ներքին ռեսուրսներն արդեն սպառել է, պարզապես չունի։ Այսինքն նույնիսկ այն հայտարարությունները, որ ոչ Եվրոպա, ոչ Ռուսաստան, մենք ինքներս մեր գլխի ճարը տեսնենք, այդ կանխարգելություններից վերջ տանք եւ այլն։ Այդ գիտեք ինչ, այդ անգամ կենացել չի։ Այսինքն ինչ որ դες հայտարարություն, հա կարելի է հայտարարել, չէ՞ ոչ Եվրոպա, ոչ բան, այսինքն ոնց։ Եթե դու չես մտնում մի իրավական դաշտի մեջ, օրինակ, այսինքն հիմա ասոցիացմանը համաձայնագրի մասին, ինչ էր ասոցիացման համաձայնագիրը, որ դու Եվրոպայի հետ ազատ առևտուր կունենաս։ Եթե դու այդ պայմանագիրը չունես, չես կարող առևտուր ունենաս, չէ՞։ Հետևաբար դու ուզած դա պիտի կնքես։ Կամ ինչ որ եթե դու ինչ որ ռազմական համագործակցության պայմանագիր չունես, չես կարող համագործակցել։ Ինչ է, որ ոչ ես կամ ոչ ես, այդ բան չկա։ Այդ բան աշխարհում չկա եւ չի կարող լինել։ Նման այսինքն հայտարարություններից դուրս ժամանակին նույն Իրանի մասին խոսնակ Իրանն էր ասում, որ երկու սատանաներ են, սովետական նույնությունն էլ է սատանա, Շեյթան։ Հա, այսինքն բանին Ամերիկայում ասում են շեյթան է բոզորգ, սովետին շեյթան է քուչեկ, մեծ սատանա եւ փոքր սատանա։ Հա, բայց ի վերջո այսօր ինչ վիճակ է Իրանը, որ իր նույն նավթի եւ գազի արդյունահանման տեխնոլոգիաների 85%-ը հնացած է եւ ինքը ամեն ինչ անում է, որ արևմուտքից այդ կարողանա դառնալ տեխնոլոգիաները առնի։ Նույնի միջոց Ռուսաստանը։ Ռուսաստանի գազի եւ նավթի արդյունահանման սարքավորումների 85%-ը Էֆեկտիվությունը շատ ցածր է եւ բան է։ Մյուս կողմից արդեն Ռուսաստանը պետք է հսկայական ներդրումներ անի, ասենք ավելի հեռու գտնվող հանքերից այդ բանն անի։ Հիմա երբ որ Հայաստանի մասին է, որ ասում են ոչ արևմուտք, ոչ արևելք։ Այսինքն գործարան պիտի կառուցվի Հայաստանում։ Այդ գործարանի համար պետք է առնվազն մի քանի բան։ Տեխնոլոգիա Հայաստանը չունի, որ մեկը պիտի տրամադրի փող, մի քանի 100 միլիոն դոլար պետք է լավ գործարան համար, դա էլ չունի ներդրումները, շուկա, ո՞նց կարող այդ բանն անի։ Դեպի դա անկանի բանդումները դա հնարավոր չէ։ Հնարավոր չէ, դուք գիտեք ինչ կա, խրենքան պարզ է ամբողջը։ Որն է լավ, որն է վատ։ Նայում եք մարդիկ ուր են գնում ապրել։ Չէ՞։ Մարդիկ որտեղից արտագաղթ այսինքն որ դեսպանատներն են, այսպես հերթերի մեջ որ գնան։ Այսինքն Ամերիկան այսօր տարեկան 2 միլիոն ներգաղթյալի թույլատալիս երկիր մտնի ու անվերջ է։ Կանադան 400,000-ից կես միլիոն, այսինքն ուզում են մտնել եւ բան։ Հիմա Ռուսաստանից 15 միլիոն մարդ է արտագաղթել դեպի Եվրոպա եւ Հյուսիսային Ամերիկա եւ եթե դռները բացեին, 15-20 միլիոն էլ հաստատ կգնա Ռուսաստանից։ Այդ թվում այն հայերը, որոնք գնացել են Ռուսաստան եւ մի քիչ հարստացել են, գնում են այսօր Ամերիկա կամ Եվրոպա, ինչի։ Այդ հայերը չեն հասկանում, որ Ռուսաստանն ավելի լավ է, դե մնա Ռուսաստանը, ինչի են գնում, որտեղ արդեն լավ են հասկանում։ Այսինքն ժողովրդների տեղաշարժը մշտապես եղել է լավագույն ստանում այդ բանը։ Եվ հայկական համայնքների տեղաշարժը, ես ասել եմ, որտեղ հաց այնտեղ կա, որ նայեք, այսինքն ժամանակից Հոլանդիայում մենք զարգացած համայնք ունենք, չէ՞, ինչու՞, որտեղ Հոլանդիան համաշխարհային այսինքն դերակատարություն ունեցող առևտրային կենտրոններ, հետո ինչ որ մեկը, ինչի ասենք հայկական համայնքը Միացյալ Նահանգներում սկսեց զարգանալ 19-րդ դարի վերջում, 19-րդ դարից էր որ սկսեց ամերիկյանները ոտքել, մինչ այդ ասենք եվրոպական, այդպես է, այդ ցուցանի շարքն այդօրեն ցույց է տալի որտեղ ավելի լավ։